Գնդապետ Արմենակ Վարդանյանը առանձնացնում է 25 տարիների ընթացքում հայկական բանակի երկու ձեռքբերում՝ բարոյական և նյութական։ 25 տարիների ընթացքում ամենակարևոր բարոյական ձեռքբերումը համարում է այն, որ փոխվել է հայ զինվորի մտածելակերպը։ Նյութականն էլ զորահանդեսն էր, որի ժամանակ հայկական զինուժը ներկայացավ իր ամբողջ փայլով։ Նոր նմուշներ ենք ձեռք բերել, նոր մոտեցումներ են կիրառվում, զինվորը նոր պատրաստության հանրապես ծրագիր է ուսուցանում։ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի նախօրեին զինուժի անցյալն ու ներկան համեմատեց նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա անդրադարձավ վերջին մի քանի ամսում ամենից շատ քննարկվող 1000 դրամների օրինագծին։ Նախագիծը լավն է, նույնիսկ ուշացած, վաղուց պետք էր իրագործել, ընդգծեց նախկին նախարարը։ Հետագայում ես տեսնում եմ, որ այս համակարգից պետք է անցնել այլ համակարգի, որտեղ ծախսերը այդ հիմնադրամի պետք է իր վրա վերցնի պետությունը։ Վաղարշակ Հարությունյանի խոսքով բանակի մասին կարծիք հայտնելը շատ անշնորհակալ եւ ինչ-որ առումով նաև վտանգավոր զբաղմունք է։ Բանակի մարտունակությանը գնահատական են տալիս պատերազմները։ Եթե հաղթանակ բերեցիր, ուրեմն մարտունակ ես։ Մեր զինված ուժերը ապրիլին եւս մեկ անգամ ապացուցեցին իրենց մարտունակությունը։ Հայկական բանակի 25-րդ տարեդարձին ընդառաջ պաշտպանության նախարարությունն ու հայ փոստը թողարկեցին երկու նոր նամականիշ՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին։ Աղվան Ասոյան, Վիտալի Գրիգորյան, Արարատ Շահբազյան, ժամը լրատվական։